Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ExxonMobil ընկերության ղեկավար Ռեքս Թայլերսոնին բնորոշել է որպես պետքարտուղարի պաշտոնի համար փայլուն թեկնածու, կարծիք, որի հետ համամիտ է նաև վերլուծաբանների մի մասը։ Նա կառավարման փայլուն փորձ ունի, ինչն օգտակար է, սակայն նա չունի բավարար քաղաքական փորձ։ Թայլերսոնի նախկին գործընկերներն արդեն իսկ աջակցել են նրա թեկնածությունը։ Նավթի, աշխարհաքաղաքականության և դիվանագիտության միջև նուրբ սահման է անցնում։ Ռեքս Թայլերսոնին հենց այս սահմանով է անհրաժեշտ զգուշորեն անցնել Սենատում հաստատվելու համար։ Թե հանրապետականները, թե դեմոկրատները հարցեր ունեն Թայլերսոնին, շահերի բախման հետ կապված, Վլադիմիր Պուտինի հետ նրա երկարատև ու սերտ հարաբերությունների և Ամերիկայի շահերը պաշտպանելու ունակության վերաբերյալ։ Թայլերսոնը դեմ էր արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին որոշմանը, քանի որ դրանք վնաս էին հասցնում ExxonMobil ընկերությանը, հիշեցնում են փորձագետները։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ճանապարհին մարդկանց կողմից նկատվող նեղ անձնական որևէ շահ կարող է լուրջ խնդիրներ հարուցել։ Միացյալ Նահանգների գործող արտգործնախարար Ջոն Քերին արդեն իսկ շնորհավորել է Թայլերսոնին և լիարժեք աջակցություն խոստացել անցումային շրջանում։ Ստիվ Հերման, Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։